Բարև եւ բարի գալուց, դուք գտնում եք Նարեկ Գևորգյան ալիքում։ Ուրեմն այսօր մենք մի քանի օր առաջ կանչեցինք Հերոբրինին ու ինքը մեզ խոստացավ, որ պետքա պայթացնի մեր գյուղը, սակայն իր մոտ չստացվեց։ Մենք պայքարեցինք, իրեն սպանեցինք, ինքն էլ պայթեց այն մասում։ Եկեք ես ձեզ ցույց տամ։ Այնտեղ մենք ունեինք մի հատ այդպես հատկացված տարածք ու ինքը այնտեղ պայթեց։ Նայեք, այն շենքն է հետնապայթել։ Ուրեմն ժողովուրդ ջան, ու հիմա Հերոբրինը չգիտեմ որտեղից հայտնվել ու մեզ սպառնում է, որ պետքա մեր գյուղը ինքը վերացնի ու մի քանի օրից, ավելի ճիշտ երևի վաղը կամ մյուս օրը, պետքա ինքը իր զորքերին ուղարկի, որպեսզի վերացնի մեր գյուղը։ Ու ես իմ գյուղացիների հետ չենք թողնելու ու հիմա ես այս գյուղում ունեմ մի հատ պահած զենք ու ես մի հատ պլան եմ մշակել, որ պետքա սաղ գյուղը պարիսպներով բան անենք ու գոլեմներ ու մնացած բաներին բերենք, որ զոմբիների դեմը առնեն։ Ուրեմն մի րոպե։ Ուրեմն ես հիմա ստեղ եմ, այս է սունդուկ, ուրեմն սրանցով կանչենք գոլեմներին, այս տտումները ունենք, ուրեմն այս բրույները, ստեղ ոսկիներ, բաներ, այս ճաղավանդակները, որ պետքա գյուղը փակենք, ուրեմն մի րոպե, հիմա պետքա շուտ գնալ տուն քնել, որ արդեն լույսը բացվի ու հենց տեղ է կարելի է, ուրեմն բարև եւ բարի գալուստ, այսօր բացվեց արդեն նոր օր։ Ուրեմն հենց այսօր մեր պլաններով արդեն Հերոբրինը պետքա հարձակվի մեր գյուղի վրա ու մենք պետքա մեր գյուղը պարսպապատենք։ Հետո այդ պարսպները մի ձև կքանդենք։ Ուրեմն այդ պարսպապատումը դուք չեք տեսնի, ես արագացված կադրով կանեմ, որպեսզի դուք չձանձրանաք ու կմիանամ ձեզ արդեն։ Ուրեմն ժողովուրդ ջան, ես արդեն պարսպապատեցի ամբողջ գյուղը, հələ մի րոպե։ Որովհետեւ մոռացել եմ, հերի մի րոպե։ Ավելի լավ իրար հետ կանենք։ Ուրեմն ժողովուրդ ջան, ես ասում եմ, որ ամբողջ գյուղը այդպես լավ չեմ պարսպապատել, այսինքն այդ իր ուղարկած զորքերը հնարավորություն ունենալու են մտնել մեր գյուղ։ Ես այդ ասում եմ ձեզ, բայց այնպես չի, որ մենք էլ տենց թողելու ենք, որ իրենք շատ լավ մտնեն, էլի։ Դուք ինձ հասկացաք, ես արդեն գոլեմներին էլ եմ սարքել, այս մասն էլ եղավ, ուրեմն հիմա ես գոլեմներին արդեն սարքեմ ու միանամ ձեզ։ Ժողովուրդ, արդեն այս Հերոբրինը ուղարկել է իր նայեք, ուղարկել է արդեն իր զորքին, իր զորքը զոմբիներն են, ուրեմն սպասում են այն ժամանակ, երբ որ մեր գյուղացիները արդեն պետքա դուրս գան գյուղից ու իրանք պետքա հարձակվեն մեր գյուղի վրա, այս մեկը մտել է, մի րոպե, ինձ մի րոպե, ես գնամ են մեր բազան, իմ բրոնյաներս հագնեմ, դուրս վերցնեմ ու գամ սրանց հերթով սպանելու։ Ժողովուրդ, ես բրոնյաս հագել եմ, ուրեմն լսվել են սաղ գյուղացուն թունավորել են, մի րոպե։ Այդ ես էի մեղավոր, որովհետև ես ասացի, որ պարիսպները լավը չեմ անի, բայց արդեն մի արվածով սրանք մեռնում են։ Այդ շատ լավ է, այսինքն մեր համար ամեն ինչ շատ հեշտ է լինելու, կեսն էլ դուրսն են, այսի քեզ սենց ժողովուրդ, ուրեմն ինձ հենց նոր լուր հասավ, որ հիմա այնտեղ 100-ից ավել զոմբիներ կան, մի րոպե, ես պետքա շուտ գնամ ու դրանց սաղին հերթով վերացնեմ, որ մեր գյուղացիներից գոնե նույնիսկ մեկին վտանգ չսպառնա։ Ժողովուրդ, ուրեմն այսքան զոմբի հարձակվել են մեր գյուղի վրա, բոլորին պետքա հերթով վերացնել, արա այս ինչ շատ են։ Արա այս լակոտները այս ինչ շատ են, արա։ Մի րոպե, պարիսպներով շուտ պետքա փակել, որտեղից են լսվում, ես այդ չգիտեմ արդեն։ Արա, լավ, մի րոպե լը, էսի քեզ սենց, էսի էլ քեզ սենց։ Ուրեմն, մի րոպե, այս զոմբիների սպանը որտեղից ինձ, մի րոպե, այս հլը պետքա գցել, այս իմ մոտ ինչ գործ ունի, արա, սրանցից մեկին է աշկիս, արա, այս ինչքան շատ ասամ, վայ Հերոբրին, արա, սատկեք հլը, ես ձեր մարդ չեմ իշնի, ճիշտը, ես հիմա այն Minecraft-ը չեմ խաղում, որ բան, բայց մի րոպե, այսպես բան կա, ուրեմն, էսի քեզ են սատկեք հլը, սաղըտ, հերթով, արա, ինչ ստիպեք, որ ես
օգտագործել մեր գյուղի ամենալուրջ զենքը։ Ընդ որում այդ զենքը մեր գյուղի հրումներն են։ Հերթով կգցեմ վրեքները, կսատկեք, չնայած առավոտը էսա կգա, ու դուք հերթով կվառեք, այնպես որ ես մեր գյուղի բոմբերը չեմ օգտագործի, այնպես որ դուք սաղդ պետք է հենց հիմա Հերոբրինից միանտակ ու միանաք ձեր հանգիստ սովորական կյանքին, որովհետև ինձ թվում է դուք արդեն հասկացել եք, որ մեր դեմ դուք չեք կարա, լսատքի արա, այդ տակնատու սատքիլը, կարկեք լերկուստ եք, շուտ, պրեք, մի րոպե պետք է շուտ գնալ գյուղ, տենալ հո գյուղում հեչ զոմբի, արա ես մեկը մտել է, լավ վրնսրին քեզ, մնացած ժիծելները ուր են, ժիծելները նորմալ է ամեն ինչ, հա դե շատ լավ է, ուրեմն, հո զոմբի մոմին չի մտեստեղ, էտի էլա շատ լավ, ուրեմն, հիմա հերթով, գնում ենք քնելու, առավոտ արդեն կտեսնենք արդյունքը, ու ես վստահ եմ, որ Հերոբրինը արդեն ձախողվել է, ես գնացի քնելու, իսկ ձեզ էլ բարի, ուրեմն լույսը բացվեց, ու ես վստահ եմ, որ ամբողջ զոմբիների համակարգը սատկեց, այս ծառերի տակ էր դրա համար է սատկավ, ուրեմն դու վառիլ է, արա, հերթով առեց, շատ լավ է, Հերոբրինը երևի մտածում էր, թե մեր գյուղի դեմ սենց կարա բան լինի, չնայած ես չեմ կարծում, որ այս Հերոբրինի վերջին բանը կլինի, բայց խելացի զոմբիներ են, ասեմ ես, նայեք ինչ են օրել, լսվել են սաղ ջուրը ու ես ստիպված եմ երևի օգտագործել իմ հրումները կամ էլ սրանց ավտոմատն են անեմ, որ գան դուրս, այսինքն ժիծել դնեմ ու բոլորով հերթով գան ստեղ, եկեք դե, եկեք այ, արա, այ աննասումներ, եկեք արի ախպերս, արի, չնայած ինձ փր, Էլեք լեր, ապրես, Հալիկ ջան, ապրես, դու էլ, այնց հերթով էսա սաղիդ բան կանեմ, երևի ես էր Հերոբրինի վրանը, որ ինձ առավոտը ասեց, հայ դեպ ժողովուրդ ջան, ես ձեզ մոռացա ասել Հերոբրինից, նամակ ուղարկել, ես գնացի մեր գյուղի փոշտը, նայեցի, որ Հերոբրինը գրել է, որ չմտածես, թե ես այդ ամեն ինչը չէի պլանավորել, ես էլ ասում եմ Հերոբրինին, չմտածես, թե ես էլ քո ասած չեմ պլանավորել, ուրեմն, ճիշտ է, մեր գյուղը լավ պարսպապատված չէր, բայց սակայն ուներ լավ ու հաղթող ուժեղ գյուղացիներ, ու դրա արդյունքում հենց հիմա այս զոմբիները հասան այս վիճակին, այն մասում եկան ու ես էլի նույն ձև կպարվեմ, չնայած որ այս մասում դժվար կլինի, չնայած այդքան էլ չէ, այս ապը լրիվ լսում ենք ժիծելներով ու եկեք ստեղից եմ եկից սպանենք, չնայած ճիշտ է արևին լավ կօգներ, բայց դե եկեք սենց, իսկ դուք մտեք բաժանորդագրվեք իմ ալիքին, քանի որ ես իմ ալիքով երկու մասի է բաժանվել իմ ալիքի տեսանյութերը, առաջին մասով ես նկարահանում եմ Minecraft-եր, իսկ երկրորդ մասով պատմում եմ պատմություններ, որոնք հիմնված են իրական փաստերի վրա։ Ստեցյուն դուք գտնում եք Նարեկի Բրքյան ալիքին, իսկ այսօրվա վիդեոն վերաբերվում էր Հերոբրինին, տեսություն, բաժանորդագրվիր։